Հայ որ վրես դուռ ես բացում, ուրեմն հանգստացել ես։ Հարգանքներից հավաստիք։ Հա, հանգստացել եմ, ու մենք պետքա խոսանք։ Այ ապրես, իմ խելացի, իմ խելոք Ռոզալիա, դե արի մոտս։ Երազանքների գիրկը հերիք հանգնես, մենք պետքա խոսանք ու հասկանանք մեր հարաբերությունների ավարտը։ Կյանքս, ես ղժում ես վրես։ Սենց որ ինձ նայում ես ինչ-որ ղժացող մարդու ես տեսնում։ Լավ էլի, ինչ ես հայոց հարցը սարքել, հասկացանք, մի քիչ թեթև ապրի, բաներ եղավ անցավ գնաց։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ մենք այլևս իրար հետ գործ չունենք։ Լսի, դու լսողության հետ կապված խնդիրներ ունես, հա։ Ես քեզ այսքան ասում եմ, դու ինձ չես լսում, չեմ հասկանում։ Թարս նստել էշդ ես քշում։ Ավո նորմալ խոսա ինձ հետ։ Լավ, էշ չէ, ձի, հրեղեն ձի։ Նորմալ պահի նորմալ խոսամ։ Դու չես հասկանում, որ ես չեմ կարողանում սենց ապրեմ, սենց երկակի ապրեմ, սենց խաբեության մեջ։ Ցավը տանեմ, այդ քո ասած խաղերը պետք են, որ մենք երեքով, ես, դու աղջիկս, թագավորական կյանքով ապրենք։ Ինձ ոչ թե թագավորական, այլ ամենասովորական, ամենամարդկային կյանքն է պետք, հասկանում ես։ Այ ցավը տանեմ, այ քո մեջ սա եմ հարգում, որ ասում եմ նման ենք իրար, մեռնեմ այդ քո համեզ ջանին, իմ առաքինի տիկին։ Համեզ չեմ, նորմալ։ Ես նորմալ մարդ եմ, իմ բոլոր թերություններով ու արժեքներով սկսած։ Ես ուղղակի չեմ կարողանում սենց ապրեմ։ Ես չգիտեմ, ինքը քո երկրորդ կինն է, քո առաջին կինն է, չնայած ոնց հաշվում եմ, ստացվում է, որ երկրորդ կինը ես եմ։ Որա ցավը տանեմ, խես ես տանջվում, խես քեզ կստես սենց խորը մաթեմատիկայի մեջ։ Իմ առաջինը դու ես, դու էլ եղել ես։ Արի մի հատ մոտես։ Հիմա ոնց ենք բաժանվում։ Հաշտ ու համերաշխ, թե դատ ու դատաստանով։ Ոնց թե ուշքի եկան։ Խփի։ Ապրես, այդպես։ Խփի։ Լեո։ Վերկաց, սղաջան, վերկաց։ Վերկաց։ Մեկ, երկու, երեք։ Նար այ կինոյի տղա։ Ես կամ նա հացդ ողստը։ Ես նստի քեզ չի կարելի երան։ Սպասի, էլի նստելու ժամանակը չի։ Άρα ուզում ես մեռնես մոտորից տակոսում։ Okay, վերջի ցանկությունը տկան։ Եվ այսպես Լեո Սարգսյանը որոշում է շահացնել
ես, խփի, սկսի, խփի, ցույց տուր, խփի դաջան։ Ինչ ես կտրվում է։ Լավ կանես գնաս։ Արիա, այդե, խփի, աչից, խփի։ Լուկս անի Լեոն Գրիշի։ Գրիշ։ Ապրես, այո։ Չորրորդ ռաունդն ավարտվում է Լեո Սարգսյանի հաղթանակով։ Գրիշ։ Հաղթեց աղբերս, օ։ Այ բանես զգուշ քեզ չմնացես։ Դες ինչ փայլուն հաղթանակ տարավ ման։ Շատ ուրախ եմ Լեոյի համար, բայց նաև քո համար եմ ուրախ, որ ռինգում դու չէիր Լեոյի հետ։ Հաստատ չէի ցանկանա քեզ պարտվողի դերում տեսնել։ Մամ ջան, թող հաղթի ուժեղագույնը։ Իսկ Գրիշոն շատ խորամանկ տղա է։ Սպորտում իր նմանների համար տեղ չկա։ Ձեր թույլտվությամբ կարամ TV-ին միացնեմ կյանքս։ Ավո ես քո հետ մեր բաժանությունից եմ խոսում, դու հերոստացույց ես գնում նայես։ Գեցե Լեո Սարգսյանը, ուժեղ, ցնցող, անմոռանալի մարդ վայելեցինք։ Իմ գեննա է ցավը տանը։ Խելքի ծունգա հունար, հələ ուր ես։ Ավո հենց հիմա անջատի հերոստացույցը։ Կամ ես ու դու կարգու կանոնով բաժանվում ենք, կամ ես քեզ արգելելու եմ մեր երախոն տեսնես։ Այդ մեկը չպետք է ասեիր։ Այս մեկը արդեն չափելդ լրիվ անցար։ Ես հիմա քեզ ներում եմ, այս անգամ, բայց հաջորդ անգամ լեզուդ կկտրեմ։ Ավո ես հանգիստ խոսում եմ քեզ հետ։ Ես քեզ հետ խոսում եմ մեր բաժանությունից, իսկ դու արհամարում ես, ճիշտ է։ Լավ եմ անում, որովհետև բաժանության թեման դու ես բացում, ոչ թե ես։ Խնդրում եմ, ավո ինձ հանգիստ թող։ Ինձ ազատ թող։ Ես այս անհասկանալի հարաբերություններում ապրել չեմ կարող։ Ներվերդ շատ ձգված են։ Երբ թուլանաս, նոր հանգիստ կխոսանք։ Ուր ես գնում։ Երեխուս մոտ գնում եմ տենան, որ գնամ։ Իսկ դու մտածի իմ ասածների շուրջ, թուլացի։ Բայց նաև շատ չթուլանաս, որ իմ նման տղուն չկորցնես, հետո չկարենանք հետ բերենք։ Ох, ոնց եմ կարոտել քեզ էլի գրկի։ Արի։ Գրկի պապային։ Լավ ես։ Կարոտել էր ինձ։ Ինչքան։ Ես էլ քեզ եմ շատ կարոտել քեզ, սիրունս։ Ինչ ես խաղում։ Հլա, դենակ ես ինչ ես խաղում, հլա նստի։ Ես քեզ։ Ես ինձ տես ինչ հավասար կիսեցի։ Պերես։ Շնորհավոր։ Ես գիտեի, որ դու կրելու ես, ես գիտեի, որ դու հուսախապ չես անի։ Ցավը տան։ Ապրես, ես ինչ ես կան չարչարեցին ես։ Մի անգամից գետնովը տայրել է։ Այլի սակայն ինչ խաղեր էի տալիս։ Լեո, քո հետ ենք, Լեո։ Ես ուզար տապոկություն կանչեմ։ Ճիշտ ապօրություն կա։ Ուրանարակացու։
Ուր նայ։ Արդեն պարզ է ինչ էր մոռացել թե ռինգում ինչ պետք է անի։ Շնորհավոր աղբեր ես։ Լեոն ոնց է։ Ես էլ եմ շնորհավորում։ Չնայած իմ համար էլ էր մի քիչ դժվար, որովհետև մի կողմում դու էիր, մյուս կողմում ընկերուհուս եղբայրը։ Ապրես։ Ինչ ենք անում։ Մանան չէ շնորհավորում աղբորդ։ Նենց շփոթված եմ, չեմ հասկանում առհասարակ ինչ է կատարվում։ Շնորհավոր Լեո։ Բայց պետք չէր այդքան դաժան լինել։ Վերջ, բոլորս գնում ենք մեր տուն։ Հա, այսօր նենց որա որ պետքա նշվի։ Այսօր Լեո Սարգսյանը այդ մակունցների լակոտին կրեց։ Հա, ինչ է կանգնել, գնանք։ Դավիթ պապի ջան, ես ու Նարեն մի ուրիշ անգամ կգանք։ Ոնց, այսօրվա օրով մեզ հետ չեք լինելու։ Նախորդ պլանավորած գործեր ունեի դրա համար։ Չեմպիոնս։ Մերն ջանի։ Գնացինք։ Գնացինք։ Նա։ Գնա։ Քշի հիվանդանոց։ Մի գոռա։ Ռինգում ես չէի։ Բայց դու կարող ես չէ կանխել։ Տղետ անկառավարել էր դարել։ Հələ լավա որ այդ լակոտը առաջ ռաունդը շտվեց։ Զանգի մեր բժշկին, ասա հասնում ենք հիվանդանոց, զանգի։ Ինչ հիվանդանոց։ Ինչ աղա։ Ինչ անում ասա։ Պապի նորմալ է, ես կանեմ ինչ որ պետք է։ Չեմ կասկածում տղա ջան, բայց ուզում եմ արագ լինի, այսօր շատ կարևոր օր է։ Հա, պապ ջան, բոլորիս համար կարևոր օր է, բայց ես ամեն ինչ որ պետք է կանեմ։ Ախր ուզում եմ մինչև Լեոյի բաղնիկից դուրս գալը, մի սիրուս է ամասիկ։ Պապի, կանեմ, ամեն ինչ կանեմ, հանգիստ տեղի։ Ացավդ բանին, հա։ Դու ինչ ես մոնատը դեմքիտ նստել։ Բերկաս մի բանով օգնի, դու ես տնից չես։ Պապի ինքը նեղվել է, որ այդ մակունցի լակոտին կրեց Լեոն։ Ինքը հաստատ հակառակը կուզեր, չէ՞։ Ոնց ես կարողանում տենց բան ասես։ Ինչ կա էդ եմ ասում, ինչ տենում եմ էդ եմ ասում։ Դու իրականությունից մի նեղվի, հակառակը դասեր քաղի, մի քիչ մարդ դառի։ Ինչ պետք է անեմ։ Վերկաց բանջարեղենը լվո, բայց մանրակրկիտ։ Ինչ ասի։ Ոչ մի բան, պապի։ Հա, դե գնա։ Հա։ Այ մանան։ Ja, չեմպիոն, բաղանիքը տանուշ։ Ապրես։ Ըհը, մետ խնդրում եմ, էլի, իրան թողած ինձ եք բան ասում։ Սա հաղթած կամ ուրախացած տրամադրություն, հա։ Մանան հավեսը չունեմ, կարաս սուս մնաս։ Եթե ինչ-որ խնդիր կա, ասա, կարող է մի բանով կարողանանք օգնել։ Չէ, ոնց հասկանում եմ, քեզ ոչ լսել է պետք, ոչ էլ արձագանքել, չէ՞ դավ։ Իրա դեպքում ճիշտ է դա, բայց քո դեպքում նույնը չի ասի։ Ապեր դեմքիդ արտահայտությունը փոխի, թե չէ կտամ գլուխդ կջարդեմ։ Երեխեք, տեսեք նկողից ինչ եմ բերել։ Պապի, այսքան 5 կոնյակ որտեղից քեզ։ Ձեզանից մեծ այս կոնյակը։ Ճիշտն ասած պահել էի ձեր հոր հաղթանակի համար խմեինք։ Պապի, այսօր չենք տխրում, լավ։ Ճիշտ է, այսօր տխրել չկա։
Հենց այսօր էլ կվայելենք, որովհետև դու արժանի ես դրան։ Ու այլևս վերջնախ մեր տխրությանը։ Ուր։ Գնամ փոխվեմ։ Գնա։ Խոսա։ Հիմա էլ ես մտածում բռնցքամարտի մասին։ Երբ մեզ փորձում էիր կանգնեցնել, ճառեր էիր ասում, ազատություն էիր ուզում, կամքի դրսևորում էիր ուզում։ Դե նա դրսևորվեց։ Հենց դրսևորվեց, որ այս սոված բռնցքամարտիկը այս օրը գցեց։ Պապլավ ինչ եղել է։ Հիմա պարտադիր չի անընդհատ մեղադրես։ Ճիշտ ասում հանգիստ թողեք էլի։ Իսկ դու մեզ հանգիստ թողեցին, երբ խնդրեցինք ռինգ չբարձրանալ։ Թե պարտադիր պետքա ոտքդ քարին կպներ նոր հասկանայիր։ Համ ախր քեզ ես խայտարակարել համ մեզ։ Դե ես կզարմանայի, որ ուրիշ բանից նեղվեիք։ Այդ խայտարակը լնելն է էլի միակ ուշքում միտքդ։ Ուզում ես ճիշտ իմանաս։ Հունանի տեղն պետքա չպարտվեր։ Մեզ առաջինը քո առողջությունն է հետաքրքրում, չենք կարող թքած ունենալ։ Միջապե, ես գնում եմ սենյակ։ Չէ, նստի տեղդ ոչ մի տեղ չես գնա։ Հունան ավելի լավ կլինի տանես հիվանդանոց ստուգեն։ Ոչ մի հիվանդանոց, ես լավ եմ կարող չկա հիվանդանոցի։ Ընտանիք։ Հա, ոնց եք։ Հայ մարդ, ես ինչ էր։ Ես ինչ անհաջողություն էր։ Մի օր ներկա չգտնվեցի ու սենց թարսության էլի արժանացակ։ Հունան ջան չիս ասում։ Մակունցներին չիս ասում։ Ինչ ա եղել, արա ինչ ես եկել։ Չեմ հասկանում, քեզ դուր է գալիս, որ ամեն անգամ ես քեզ վիրավորում եմ։ Ամեն անգամ ուղիղ քեզ ասում եմ, որ քո ներկայությունը այս տան մեջ հաճելի չի։ Հունան ջան, պետք չի ախպեր։ Մենք մի ընտանիք ենք։ Ես եկել եմ իմ աջակցությունը հայտնելու, իմ օգնությունը ցուցաբերելու, դու ինձ վիրավորում ես։ Այդ դեպքում թույլ մի տուր, որ քեզ վիրավորեմ։ Ես գիտեմ, որ հիմա քեզ դուր է գալիս այս վիճակը։ Հիմա տես ինչ ես անում։ Դուրս ես գալիս ու դուռը դրսից փակում ես։ Լեա, ուղեկցի աղոյին։ Պետք չի։ Ինքը դռան տեղը գիտի։ Գրիշո ջան, իմացի ում հետ ես ռինգ մտնում։ Այս կյանքում տեղեր կան, որ փողը հարց չի լուծում։ Շնորհավոր տղա ջան։ Աստված միշտ հաղթանակներ ունենաս։ Հա, ապրես ախպերս։ Ապրես, որ մեզ հուսախապ չարեցիր։ Դու գիտես ինչքան կարևոր է քո ամեն հաղթանակը մեր համար։ Իմ հաղթանակը բոլորիս հաղթանակն է։ Եթե դուք կողքից չլինեիք, հույս չտայիք ինձ, ես կարող եմ ամեն ինչին չհասնեի։ Ապրես։ Ու շատ ուրախ եմ, որ парքի ճանապարհին չես ուրանում եղբորդ ամակ։ Պապի լավ, մի առանձնացրու ինձ։ Չէ, ինչի, պիտի առանձնացնեմ։ Մենք բոլորս գիտենք, որ Լեոյի հաղթանակները քո անկում գիշերների արդյունքն է։ Ես այդքան էլ համաձայն չեմ։ Բայց ով է քո համաձայն լինելուն է։ Կարևորը ես եմ համաձայն, չէ, պապի։ Հենց որ դուք չլինեիք, ես ոչ մի բանի չէի հասնի։ Շատ ուրախ։ Ապրես։ Մանան, դե մի բան էլ դու ասա։ Լավ։ Իսկ բացի մակունցի որդուն տապալելուց, էլ ինչ շահ ունենք Լեոյի այս հաղթանակից, որ սենց տոնում ենք։ Մանան, նենց մի արա, որ սկսեմ խոսալ, լավ, մի չգայնացրու ինձ։ Աղջիկ ջան, եթե հացդ վերջացրել ես, գնա սենյակդ դժգոհ դեմքդ չտեսնենք։ Դե լավ, հա, պապի։
Ես գիտեմ ինչը կուրախացնի մեր քուրիկին։ Այս հաղթանակի համար լիքը փող եմ ստանալու։ Ինչքան։ Շատ։ Ուռա։ Այ հիմա ախորժակս բացվեց։ Բա ինչ անենք, որ քո ախորժակն է բացվի։ Ախպերս, օթերում ես ինչ որ։ Լավ էլի դե երեխեն հոգնած է, ինչ ես ուզում։ Դե կամ էլ մտածում ա Լեան իրան կների, թե չէ աղբորը ծեծելու համար։ Լսի, դու կարաս գոնե հաց ուտելուց բերանդ փակես։ Ուր տղա ջան։ Եկա հեսա։ Ինչ։ Ճիշտն ասելը հանցագործություն չի։ Ինչի համար ես զանգել։ Որ իրավիճակը ներկայացնեմ քեզ։ Պետք չի ինձ ներկայացնել իրավիճակ, որի ականատեսը ես եղա։ Շատ շնորհակալ եմ խնդրանքս չմերժելու համար։ Բայց մի խնդրանք էլ ես ունեմ։ Առհասարակ մոռացի, որ ես քո կյանքում եղել եմ։ Ու էլ չզանգես ինձ ընդհանրապես։ Ինչ ես խոսում, Լեա։ Ինչ է նշանակում չհիշեմ, որ իմ կյանքում եղել ես։ Այդ ո՞րն է։ Լեո, ես եկա ձեր տուն։ Խնդրեցի, որ չկռվես, ինչի համար սենց բան արեցիր։ Որովհետև աղբերդ չի կարում լեզուն ատամների հետևը պահի։ Զզվել է արդեն այս թեման իմ համար։ Չէ, մենք հենց հիմա պետք է հանդիպենք։ Լուրջ քեզ թվում այսքանից հետո խոսալու բան կա։ Հա, կա։ Այսօր գնաց է։ Դե այսօր էլ շատ զանգեր է ստանալու։ Խառնը։ Հասկացանք, մի կտոր հաց ուտեր հետո զանգ։ Ինչ եղավ քեզ։ Ոչ մի բան նորմալ է։ Այնքան նորմալ է, որ քիչ ամնում սեղանը շորտած կուտունը շինվի։ Ալո։ Նախ շնորհավորում եմ աղբերս տեսա բոյդ։ Ապրես Ռուբ ջան, շնորհակալ եմ։ Սկզբից մի քիչ թույլ գնացիր, հետո տեղը ընկավ։ Դե հա, ոչինչ, տենց էլ է լինում։ Գիտեմ անհարմար պահի եմ զանգել, հոգնած կլնես, բայց դե գործ է կպել, ասի քեզ ասեմ։ Ինչ հա որ։ Պիտի երկաթ բանման հանենք, բարձենք ավտոն, փողն էլ ված չի։ Այսօր։ Երևի մի ժամվա մեջ էլի։ Չէ, Ռուբն ինձ հոգնած եմ, հազիվ եմ խոսում։ Հա դե բոյից հետո տենց էլ պիտի լիներ, չէի զանգի անհանգստացնի աղբերս։ Ուղղակի մենակ եմ մնացել, ոչ մի չկա։ Դե լավ, հա, կգամ։ Կգամ շուտ կանենք։ Կընկնի տեղը այդ հարցը։ Ապրես ցավը տանեմ, կներես էլի։ Հայ աղբեր, ինչ կներես, բոլորվա համար ենք։ Հեսա հասցեն ուղարկեմ։ Լավ։ Ուր ես գնում։ Ռուբոյին տենամ գամ։ Ինչի համար։ Դավո ջան, հերիքա։ Մի կոռա։ Այդ նոր հիշեցիր, որ Ռուբոյին տեսնես։ Ռուբոնովա։ Ես շատ գիտեմ։ Ամ գնացու հանգստանամ էլի։ Ինչի։ Բոլորիս անհանգստացրեցիր, հիմա քո հանգստանալու ժամանակն է։
Դե ինչ եք ուզում հելնեմ գլուխս առնեմ փախնեմ ստեղից որ բրծնենք իրարից։ Մի հատ նորմալ խոսի հետս ուշքի արի։ Ոչ մի բան չի եղել, ընդհանրապես պարտվել ես։ Այսի չպետք է պարտվեի ես։ Ինչի դու ամենակարող ես։ Ռինգ մտնելուց լավ պիտի իմանաս, որ հնարավոր է նաև պարտվես։ Մի հատ հանգստացի, հավաքի քեզ, ոչ ոք չի մահացել, ոչ մի անդառնալի բան չի եղել, որ քեզ սենց ես պահում։ Մամ ջան, խնդրում եմ, գնա հանգստանամ, ինչ կլինի։ Չէ, չի լինի։ Մենք քո թշնամին չենք, որ քեզ սենց ես պահում։ Ներքևը տեսած ես ոնց եք պահում, ընդհանրապես հարազատի պես չէիք։ Որովհետև քո մասին ենք մտածում, տղա։ Քո առողջության մասին մտածի, չես հասկանում, մեր կռիվն էդ է։ Ուր։ Ուր։ Ուզում եմ մի քիչ քայլեմ, Նարային պիտի տեսնեմ։ Իսկ հիմա ճիշտ է։ Էդ է ճիշտը։ Մոտարի։ Այսքանից հետո ինչ ունես Լեոյի հետ խոսալու։ Ես քեզ զգուշացրել էի, չէ՞ որ հեռու մնաս դրանից։ Ինչի ես ինձ ստիպում, որ ես քեզ նեղացնեմ։ Ստիպում։ Դուք ինձ առանց դրա էլ նեղացնում եք։ Ինչ ես լացում։ Ուզում ես շատ անկեղծ լինեմ։ Միշտ։ Հա, ես գնում եմ Լեոյի հետ հանդիպման։ Հա, ես սիրում եմ Լեոյին։ Ու հա, հիմա այնքան նեղացած եմ, որ չեմ ուզում դեմքը տեսնեմ, բայց պիտի գնամ, պիտի հետը խոսեմ ու հետ գամ։ Ոչ Լեոն, ոչ էլ Գրիշը հաշվի չառան, որ իրանց այսօրվա կռվի կենտրոնում ես էի։ Դու միշտ մինչև այս եղած կոնֆլիկտների մեջ Լեոյին ես մեղադրել, բայց իմացի, որ ոչ մի բան միակողմանի չի լինում։ Գնա քո սենյակը։ Պիտի գնամ ու ասեմ են ինչ որ մտածում եմ։ Ու ուզում եմ իմանաս, որ ամեն ինչ քո տղեն փչացրեց, որովհետև ես ասեր հիմարը։ Ասեմ ավելին։ Լեոն էլ չի զիջում։ Ես սիրում եմ Լեոյին, պապ։ Ինչի համար տրորեցիք այդ սերն ու անցակ առաջ։ Թեկուզ եթե միասին պիտի չլինեինք։ Ինչի համար այնպես արեցիք, որ հիմա հիասթափվեի։ Ինձ ծնված օրվանից մի բան ես սովորեցրել, որ հայրն ու եղբայրը պաշտպանելու ու սիրելու համար են։ Ես քեզ հիմա մենակ եմ։ Ուր եք, պապ։ Ինչի չեք պաշտպանում։ Առաջին անգամ էի սիրում։
Երջանիկ էի։ Ես մի անգամ մեկի սերը պաշտպանեցի ու դժբախտացրեցի։ Նույն բանը չեմ ուզում անեմ։ Եթե չես անելու, թող գոնե ազատվեմ դրանից։ Ժամանակը գնաց։ Դրանից ազատվելը հեշտ չի լինելու։ Ոչինչ։ Ես հիմա թույլ եմ տալիս, որ հետո ինձ չմեղադրի։ Որ չասի էլի դու խանգարեցիր։ Լեոն չզանգեց։ Հա, հեսա մշակենք ձեռներս, ես կզանգեմ։ Հա։ Դրամատրությունը ինչին կապ չհասկացա։ Խոչի ցավում։ Չէ, արդեն լավանում է։ Բելա։ Ինձ թվում է Հունանի աղջիկն էր զանգել։ Աղբոր հետ կապված։ Կռվել է։ Հեսա գա կհասկանանք։ Այ աստված։ Ալո, Մանաննա Գրիշ, ինչ ես զանգել։ ուղղակի ուզում էի իմանալ ոնց ես։ Ես խի պետք է վատելն եմ, որ։ Ձայնիցդ զգացվում է, որ շատ լավ ես։ Հա, ես շատ լավ եմ։ Բա աղբերդ ոնց է, հո շատ չի թուլացե ոտերը, որ ինձ կարել է այսօր։ Չգիտեմ, անտրամադիր տնից դուրս եկավ։ Դա շատ լավ է։ Պաստորեն դա հաղթելուց էլ է, հա, նեղվում։ Ինձ թվում է զգում է, որ էսի ժամանակա, որ հաղթանակա, դրա համար է տենց նեղվել։ Գրիշ, այդ սպորտ է։ Կլինի իրական կյանք չբերես։ Լավ, գնա գործերիդ էլի։ Հա, լավ, թեթև տար, ինչ միտես ծանր եք տանում, հիմա կրվել է, թեն ես մտածում ես մակուլցները միշտ պետք է հաղթանակած դուրս գան։ Աղվո, ես հաղթանակի մասին չեմ մտածում, երեխու առողջության մասին եմ մտածում։ Երեխու, հա, պուճուր բալիկա, ռինգ տանելուց ձեռքից բռնեք հանկարծ չկորի։ Տոն օրերը չհաշված համարյա իմ տարիքն է, ինչ երեխա, եկքա մարդա, բոյից առաջ չէր հասկանում, որ առողջական խնդիր ունի։
Արա, բայց ինչ հավես էր, ինչ լավ էր, Գրիշոյին ոնց փռեց գետնին։ Հա, բայց ծիծաղալու ինչ կա։ Լսի, քեզ մի լավ խորհուրդ տամ։ Մեծամիտների վերջը միշտ տենց է լինում։ Այն ինչ էր, այնից շնորհքեր, արդեն ռինգում պարում էր։ Այն էլ Լեոն մի հատ կապցրեց փռեց գետին։ Այ աղբոր տղեն տենց է ալնում է ցավը տանեմ։